ինչի հետ է կախված, բոլորս գիտենք, ուղղակի բարձրաձայնող չկա։ Մինչ օրս չեն դատվել այն կաշառակերները, որ վարորդական իրավունքներ են վաճառել, ուրեմն վարորդների գիտելիքների չիմացության հետ է կապված, բռնապետության հետ է կապված, կոռուպցիան, որ համատարած է համակարգային, որի մասին վարչապետը վերջերս բարձրաձայնեց։ Ես ձեզ կառաջարկեմ միջազգային փորձը, որի մասին խոսում եք։ Ուրեմն Վիլնյուսում, Լիտվայում այդ հարցի լուծումը տվեցին այսպես. մինչև 6 ամիս ժամկետով երթևեկայության այդ ճանապարհի վրա ով իր մեքենան բերեք գցել էր ձև անտեր ու դուս 6 ամիս այդտեղ նույն տեղը գտնվելու ուրեմն պարագայում դա պետականացվում էր, առգրավում էր եւ դրվում էր աճուրդի։ Այդպես լուծեցին հարցը, դրան հետ կապված ուրեմն համակարգային մինչև 6 հարկանի ուրեմն ավտոկայանատեղի իրենք կառուցեցին տարածքներում։ Այդպես երրորդը ուրեմն Կոմիտասում հարկայինի եւ կադաստրի արանքում ոստիկանական հետնակետի կողքը հետոյոտնային ուրեմն ճանապարհի վրա բեզակայանա, լցակայանա կառուցված։ Անցնելուց ես դուրս եմ գալի փողոց, մեքենայի տակ ընկնելով անցնում եմ ես։ Այդ ոնց պետք է լինի, բա ոնց անցնեմ այդ լցակայանի վրայով, թե ոնց В общем, այս բոլոր հարցերը լուծումը ես ձեզ ասում եմ ոնց կարելի է լուծել, օրինակը Լիտվայի, Լատվիայի, դրանից բացի ուրեմն նախկինում բազմիցս քննարկվել է, բայց մինչ օրս ոչինչ չի արվում, միայն խոսվում է։ Այս հարցերը չի լուծվի, քանի դեռ ոստիկանությունը կոռումպացված է, հանցագործներ են, ուրեմն ղեկավար կազմը նստած, որոնք խլել են իմ ունեցվածքը, մինչ օրս ոչ մեկ չի պատժվել եւ հետ չեն վերադարձնում։ Ձեզ հարց եմ տալի, երբեք իմ հարցն է ուրեմն, երբեք վերափոխվելու ոստիկանությունը եւ գիտելիքներ ձեռք բերելու, որովհետեւ տգիտություն է տիրում ոստիկանությունում։ Ես չունեմ մեքենա, վարորդական իրավունք, երբևէ ես չեմ մեքենա վարել, բայց ինձ վրա վարչական ակտ են կազմել, որ ես խախտել եմ։ Այո, ես խախտել եմ վարորդական։ Չէ, մի խախտեք։ Դուք այնպիսի բաներ եք ասում, որը պատասխանատվությունից զուրկ է։ Պատասխանատու հայտարարում եմ։ Հասցեատիրոջն էլ ասեք։ Անձամբ ձեզ կարող եմ ասել, ձեր հանձնաժողովում իմ դիմումների ընթացքը ինչու է կոծկվում։ Ուրեմն եթե ես վերջացրեցի, կարող եք համապատասխան ընթացակարգերով շարժվեք, բայց անպատասխանատու հայտարարություններ այստեղ մի արեք։ Ես պատասխանատվություն եմ կրում իմ ամեն ասածից համար, կարող եք քրեական վարույթներ հարուցեք, կապացուցեմ փաստերով, աներկելի փաստերով գնալ դերներդ։ Դուք կարող եք պատասխանել, կարող եք չպատասխանեք։ Այստեղ հարց չէ, այստեղ իհարկե, բաբա։ Շատ լավ։